երբ Փաշինյանը խոսում է ներքին քաղաքական խնդիրների մասին, նա 3-4 նախադասությունից կորցնում է ինքնատիրապետումը կամ ձև է անում, որ կորցնում է, բեմադրում է դա եւ դրսեւորում է անվերահսկելի ագրեսիվություն։ Նրա բոլոր ընդդիմախոսները ստացվում է, որ կամ ռուսի շպիոն են, կամ թալանչի են, կամ երկուսը միասին, կամ այդ թալանչիների եւ շպիոնների ծառաներն են։ Եվ բոլոր նրանք, ովքեր չեն հիանում Փաշինյանին, ըստ նրանց սպասում է սարսափելի վատ ապագա։ Նրանք կամ կհայտնվեն բանտում, կամ կդառնան բոմժ, կամ լավագույն դեպքում կգնան ֆայլաբազար։ Բայց երբ Փաշինյանը խոսում է արտաքին քաղաքականության մասին, մասնավորապես հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին, նրա ճառերը դառնում են մեղրածոր, նրա բերանից մեղր է ծորում, բարեկամություն, եղբայրություն, առևտուր եւ այլն եւ այլն։ Այդ քաղցր ճառերով նա փորձում է հանգստացնել կամ պակաս ագրեսիվացնել Ալիևին։ Հաջողվում է, թե չի հաջողվում։ Ոչ, չի հաջողվում։ Ալիևը, Ադրբեջանը շարունակում է իր սկզբունքային պետական գիծը, շարունակում է ոչնչացնել հայկական հոգևոր ժառանգությունը Արցախում եւ վերջերս հայտնի է դարձել, որ ոչնչացրել է Ստեփանակերտի գլխավոր եկեղեցին, շարունակում է խոշտանգել Բաքվում գտնվող հայ գերիներին եւ դրա հետ միասին ասում է լավ մի երկու վագոն վարելիք ուղարկեն, հայերին դա է հետաքրում, նրանց ուրիշ բան չի հետաքրում, որովհետեւ հայերը ինքնասիրություն չունեն։ Ինչի համար է դա անում Ալիևը։ Կարող էր չէ անել դա հունիսի 7-ից հետո, երբ իր հույսերով իր տեխնազուն կվերարտադրվի։ Ոչ հիմա է անում, որովհետև նա ուզում է մեզ բոլորիս նվաստացնել, նաև Փաշինյանին նվաստացնել։ Հիմա դուք կարծում եք, որ եթե մենք չխոսենք որևէ մեկը, ոչ միայն իշխանությունը, ոչ ոք չխոսի արցախցիների վերադարձի իրավունքի մասին, նրանք չեն խոսի 300,000 ադրբեջանցիների մասին։ Եթե դուք այդքան միամիտ եք, ես բան չունեմ ասելու։